Ողջույն սիրելի բարեկամներ, Մայիս Կարիբյանն է, սկսում ենք այսօրվա podcast-ը, այսօր թեման լինելու է insurance-ների մասին, հատկապես life insurance-ների մասին, որոնք ունեն living benefit-ներ։ Շատ բարի, ինչպես նշեցի, այսօրվա թեման life insurance-ների մասին է, ավելի շատ ուզում եմ խոսալ, թե ինչ է նշանակում living benefits, որ life insurance company-ները առաջարկում են, մանավանդ վերջի 10 տարիները և միգուցե ավելի երկար ժամանակ living benefit-ները ավելի այսպես ասած famous կամ հայտնի insurance-ների տեսակ են, որ շատ հաճախորդներ գնում են, Եվ ուզում եմ ավելի մի փոքր մանրանալ, որ շատերին ավելի պարզաբանեմ և շատերը ավելի հասկանան, թե ինչ է նշանակում life insurance-ը living benefit-ով։ Ընդհանրապես, երբ որ գնում ենք history-ով հետ 30, 40, 50 տարի առաջ, այդ ժամանակները շատ քիչ company-ներ էին, որ առաջարկում էին life insurance with living benefits։ Բայց վերջի երևի կասեմ մոտ 20 տարին living benefit-ները ավելի հայտնի սկսեցին դառնալ և ավելի գրավեցին մարդկանց ուշադրությունը, որովհետև իրոք իրենց benefit-ները ավելի օգտակար են լինում մարդուն մանավանդ ողջ ժամանակ։ Մեզ բոլորիս է հայտնի է, որ life insurance-ը ընդհանրապես համարվում է death benefit, այսինքն երբ որ անհատը մահացավ, ինչքան որ coverage ունի, նա տալու է իր beneficiary-ին։ Եթե անհատը մահացել է, օրինակի համար ունի 500,000 coverage և դրել է իր beneficiary-ին իր spouse-ը, ամուսինը կամ կինը կամ երեխաները, այդ դեպքում այդ 500,000-ը tax free կգնա իր beneficiary-ին։ Հիմա, ինչ է նշանակում living benefit։ Մի փոքր ուզում եմ պարզաբանել դա։ Living benefit նշանակում է անգլերեն բառը հենց արդեն շատ հեշտ է հասկանալ living ողջ ժամանակվա benefit, այսինքն պարտադիր չի անհատը մահանա, որ ինքը կարողանա այդ coverage-ից օգտվել։ Հիմա, ուզում եմ նշել, որ life insurance գնելու համար պետք է հասկանանք, թե անհատը ինչ դեր կարող է ունենալ policy-ի մեջ։ Եթե ավելի մանրամասն ուզում եք ինձ հետ անձնապես զրուցել, դուք YouTube-ի ներքևում տեսնում եք իմ լինքը, life insurance code-ի մասին մի քանի ինֆորմացիաներ եթե ինձի տաք, ես անպայման կկապնվեմ ձեզ հետ և կփորձեմ պարզաբանել, բացատրել, ավելի մանրամասն կարող ենք զրուցել։ Եթե ունեք insurance, ավելի լավ կարող եմ անվճար renew անել, եթե չունեք, արդեն կխոսամ տարբեր option-ների մասին։ Հիմա, living benefit նշանակում է, որ ողջ ժամանակվա benefit։ Բայց ուզում եմ յուրաքանչյուր մարդ հասկանա, որ երբ որ մի անձնավորություն գնում է life insurance, 3 հատ position կա, կոչվում է insured, owner և payer։ Insured-ը այն անձնավորությունն է, ում վրա insurance-ը գրվում է, դա կոչվում է insured։ Payer-ը այն անձնավորությունն է, ով վճարելու է այդ policy-ի payment-ները։ Եվ նաև կա insurance-ի մեջ owner, ով policy-ի տերն է։ Հիմա այս 3 անձնավորությունները կարող են լինել 1 հոգի և միևնույն ժամանակ, եթե policy-ին տարբեր structure ունի, կարող է լինել 3-ն էլ տարբեր անձնավորություն։ Իհարկե, insurable interest պիտի լինի այդ անձնավորությունների մեջ, այսինքն իրար հետ կապ ունեցող բարեկամական մի կապ պիտի լինի և այդ դեպքում insurance company-ն կարող է տարբեր մարդ դնել այդ position-ների մեջ։ Հիմա, հետ գնալով living benefit-ին, ուզում եմ նշել, որ living benefit-ը հիմնականում այն company-ները, որ առաջարկում են full living benefit, 3 տեսակի են լինում, terminal illness, chronic illness և critical illness։ Terminal illness-ը հիմնականում այն policy-ներն են, ես կփորձեմ անգլերեն կարդալ և բացատրել հայերեն։ Terminal illness նշանակում է Our terminal illness rider allows for the payment of the portion of the insured's death benefit on a discounted basis. If the insured has illness or chronic condition that can reasonably be expected in a result in death in 24 months
or less, there is an additional premium for this rider. Some companies do charge additional premium, but սա նշանակում է, եթե այն հատը, ով որ ինշուրանս է գնել եւ ունի շատ critical health condition, որ իր բժիշկը կարող է ցույց տալ ֆակտորով, որ կարող այս անհատը 24 ամիս կամ ավելի քիչ կյանք ունի ապրելու, այդ ժամանակ ինքը կարող է terminal illness claim բացել եւ այս դեպքում մինչեւ 100% ստանալ իր coverage-ը, այսինքն եթե coverage-ը 500,000 է կամ 1 միլիոն, terminal illness qualify-ի դեպքում անհատը մինչեւ full amount-ը կարող է ստանալ tax free։ Երկրորդը chronic illness-ն է, սրանք ավելի անգլերեն նորից կարդամ, chronic illness defined as one that leaves you unable to perform without substance assistance 2 of the 6 normal activities of daily living for a period of at least 90 days due to a loss of functional capacity or an illness that requires substantial supervision to protect oneself from threats to health and safety due to severe continent impairment. So, վեցած regular activity կա, որը յուրաքանչյուր առողջ մարդ անում է օրվա ընթացքում, դրանք dressing, eating, toileting, transferring, containance and bathing. Այս 6 activity-ներից առօրյա կյանքում լողանալն է, քայլնելն է, տուալետ գնալն է, կներեք իհարկե, ուտելն է, դրանցից որևէ երկուսը, եթե անձնավորությունը ինքնուրույն չկարողանա անի, նա այս դեպքում կկարողանա qualify լինել chronic illness claim-ի։ Այդ նշանակում է, որ chronic illness-ի դեպքում նշանակում է, որ անհատը մինչև եթե 90 օր այդ condition-ը լինի, նա կարող է claim-ին դիմել եւ up to մինչև 90% ստանա իր condition-ը։ Okay, իր claim-ը։ Մինչև 90% նայում են հաճախորդի chronic illness condition-ը, թե ինչքան ծայրահեղ վիճակ ունի իր health condition-ը, այդ դեպքում նոր տալիս են offer, թե քանի տոկոս, ես տեսել եմ chronic illness-ի claim-ների offer 50%, 30%, 70% եւ մինչեւ up to 90% կարող են ստանալ։ Դա chronic illness-ն է։ Եվ վերջի living benefit-ը կոչվում է critical illness and critical injury։ Այս դեպքերում անհատը նույնպես ունի առողջական տարբեր խնդիրներ, որոնցից կարան լինեն blindness, կուրություն, cancer, heart attack, infarct, սրտի երակների որ փոխում են երակները, օրգանների հետ major organ transplant, եթե օրգանները transplant կլինեն, stroke-ի մեջ, եթե մարդը կընկնի, կոմայի մեջ կընկնի, կոմա, severe burns, ծանր այրվածքներ, այդ դեպքում եւս critical illness-ի դեպքում նայած situation-ի ծայրահեղությունը մինչև 90% կարող են approve լինել։ Այդ դեպքում եւս նույնպես։ Հիմա այս living benefit-ները ինչով են առավել այն life insurance-ի policy-ներից, որոնք չունեն living benefit։ Որտեւ բոլորիս շատ հայտնի է, որ մարդիկ մանավանդ 40-50-ից հետո այդ ժամանակահատվածում, միգուցե 40-ից 60 կամ 50-ից 70 շրջանում հավանականությունը շատ մեծ է, որ անհատը կարող է ունենալ մեծ առողջական խնդիրներ։ Եվ երբ որ քո policy-ն ունի living benefit, եւ դու իրոք այդ կատեգորիայի մեջ ես ընկնում, շատ անգամ մարդիկ վերցնում են այդ claim-ը։ Եվ այդ պահին այդ գումարը մեծ դրական էֆեկտ է տալի անձնավորության կյանքին, ինչու որտեվ այդ անձնավորությունը շատ դեպքերում չի կարող գնալ գործի եւ այդ անձնավորությունը եթե այդպիսի խնդիր է ունենում շատ անգամ 1 տարի կամ 2 տարի կամ երկարաժամկետ չի կարողանում հետ գնալ իր գործին, այսինքն ինչ է կատարվում իրականության մեջ։ Բիլերը գալիս են, ծախսերը կա, բայց մարդը չի կարողանում աշխատի, որ կարողանա իր առօրյա կամ ամսական հոգսերը հոգալ։ Այդ դեպքում living benefit ունենալու դեպքում, եթե ինքը ստանա 100,000, 300,000, 500,000 մի մեծ գումար կկարողանա դա օգտագործել եւ շարունակել իր ծախսերը, որ գոնե ֆինանսական տեսանկյունից
չունենա ստրես։ Հիմա շատերը ինձ ասում են, «Մայիս մենք ունենք health insurance»։ Health insurance-ը նույն դերը չի կարող կատարել։ Այո, եթե ունես health insurance, դա շատ կարևոր է, որտեղ health insurance-ի միջոցով կամ մեդիկալի միջոցով դու կարողանաս այդ surgery-ին կամ այդ առողջական process-ի ծախսերը կփակի, բայց երբ որ եկար տուն, արդեն պետքա վերականգնվես եւ ինչպես նշեցի, դա կարա տևի մի քանի ամիս, մի քանի տարի։ Այդ ընթացքում, երբ որ դու չես կարողանում աշխատես, քո եկամուտը ստապ է լինում կամ մի մասը կտրվում է։ Եվ երբ որ դու living benefit-ից կարողանում ես օգտվել եւ qualify ես, կարողանում ես այդ գումարը վերցնել, կարող ես դա դնել քո saving-ի մեջ եւ ամեն ամիս փոքր օգտագործել, մինչեւ վերականգնվի քո առողջությունը եւ դու հետ գնաս քո նորմալ առօրյա կյանքով։ Հիմա եթե հարցեր ունեք insurance-ների հետ կապված, մանավանդ living benefit-ների հետ կապված հարցեր, կապնվեք ինձ հետ, ես մեծ սիրով կոնսուլտացիա կանեմ ձեզ հետ, անվճար է իմ կոնսուլտացիաները եւ արդեն կնստենք, կզրուցենք ավելի մանրամասը եւ ես ձեզ կբացատրեմ, թե process-ը ոնց է սկսում եւ ոնց է qualify-անում, approve լինում եւ ընդհանուր առմամբ ամբողջ հարցեր ինչքան որ ունեք, կարող եմ պատասխանել։ Հետևեք իմ YouTube-յան ալիքին եւ երբ որ դուք նայեք իմ ծրագրերը, ես հավատացնում եմ, որ շատ բաներ կսովորեք ֆինանսների մասին եւ ձեր կյանքը կարող է փոխվել մանավանդ ձեր ֆինանսների մեջ։ Subscribe արեք իմ YouTube-ը եւ չմոռանաք իմ գիրքը գնել Amazon-ից, որը կոչվում է The Secret of Living is Giving։ Տարածեք վիդեոն, կհանդիպենք մյուս անգամ։ Stay tuned։